Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության ծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ առաջին հանրապետության հիմնադրման տոնի առիթով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում էր։ Ըստ Փաշինյանի, առաջին հանրապետությունը մեզ 4.5 դար պետական ազուր եղած ազգից կրկին վերածեց պետականագերծ ժողովրդի եւ մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համագարկ հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է եւ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով եւ ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց շամրապնդեց պետականության ընկալումը սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ, ասել է Փաշինյանը։ Իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ամբողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Փաշինյանի խոսքով կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ հայկական գիտակցության մեջ կարող էր վերընձյուղված լինել առաջին հանրապետությունը։ Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը համաձայնեցված եւ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունը աճում է տեսանելի կերպով եւ այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի եւ աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ կենսաբազմազանության կողմերի COP17 համաժողովը սրա տեսանելի ապացույցն է։ 2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի հետ։ Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն։ Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է։ Ֆրանսիայի եւ Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Տարեցուր պատություն Տեր Գարեգինբը ԱՄՆ-ն հայոց կապթողիկոսը ուղերձ է հղել հանրապետության տոնի արդի ոգեկոչելով հիշատակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի միասնականության ոգու եւ քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը արժանապատիվ ու ապահով կյանք եւ լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։ Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև եւ աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք եւ շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ, հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի ընդհանուր նպատակների շուրջ եւ համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության գործում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ ողորմությունը թող լինեն մեզ հետ եւ ամենքի, այսօր եւ միշտ։ Ամեն։
Ճիշտ ժամանակն է, որ մեր ժողովուրդը սթափվի իր արմատներին վերադառնա առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴ-ական Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, թե պետք է վերագտնել հաղթանակի հասնելու այն բանաձևը, որով անցել են մեր նախնիները եւ պարգևել այս Հայաստանը։ Սա ինչ է նշանակում։ Ուռա, այդ ինքն է գտել հայրենիքը, այդ հայրենիքը ինքը ստացել է, ինչպես ողջ այս սերունդն է ստացել հայրենիքը, այս պայքարողների, որ հիմա Արամ Մանուկյանի արձանի առջև են կանգնած, հենց Արամ Մանուկյանների շնորհիվ։ Այդ որտեղ հայրենիքը կորած էր, ինքն եկավ գտավ, հա։ Այդ հայրենիքը ստեղծվել է, ձևավորվել է մեր նախնիների թափած հերոսական պայքարի եւ արյան շնորհիվ եւ հիմա կանգնել, հայտարարել, որ իրենք եկել են ինչ-որ բան են գտել, իրենք ոչ մի բան չեն գտել, իրենք եղածը կորցրել են։ Ինչ գտնելու մասին են իրանք խոսում։ Այն ինչ որ ժառանգել էին, թող դա պահեին։ Այն ինչ որ ժառանգել են, դրանից արդեն օր-օրի մենք ամեն ինչ կորցնելով գնում ենք, այստեղ կանգնեցնելու խնդիր կա։ Այս գահավիժումը կանգնեցնելու խնդիր կա։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես ուղղաշներ են հղել հանրապետության տոնի արթիվ, նաեւ նրանց անունից ծաղկեպսակներ են դրվել Սարդարապատի հուշահամալիրում։ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի արդիվ Facebook-յան իր էջում վերահրապարակել է 2021 թվականին արված գրառումը եւ գրել. Ամեն մայիսի 28-ին Հայաստան այցից ի վեր ես վերահրապարակում եմ այս հաղորդագրությունը, ոչինչ չեմ հավելացնում, որևէ բան չեմ ջնջում, այսօր Հայաստանը նշում է ամենաթանկը՝ իր անկախությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք, ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխնախարարն ասաց նոր ասելիք չունի այդ մասով, ինչ որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չի համարում, կան իրավական լիարժեք բազա, երկու երկրների կողմից հաստատված եւ ներպետական ընթացակարգեր անցած, ինչը շատ կարեւոր է աշխատանքները շարունակելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով Մոսկվան շահագրգռված է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։ Թուրքիան եւ Ռուսաստանը ողջունում են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերը, նաեւ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում խաղաղություն ապահովելուն ուղղված կարևոր քայլերը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Մոսկվայում ռուս գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Լավրովն իր հերթին նշել է, որ տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը եւ Ռուսաստանը կշարունակի համագործակցությունը Թուրքիայի հետ 3+3 ձևաչափի շրջանակում։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծ ու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ արձակնված այսպես կոչված տուժողներից մեկի իրավահաջորդ Թահիր Ալիևը հայտնել է, թե իր որդին Սաբուհի Ալիևը սպանվել է Մարտակերտում հայկական բանակի մնացորդների եւ հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից։ Իբրև տուժող Սեյմուր Թեյմուրովն ասել է, թե երկու մարդ զոհվել է, իսկ ինքը վիրավորվել, երբ իր մեքենային հարվածել է հայկական կողմից արձակված կորնետ հրթիռը։ Մեկ այլ տուժող Ռամիլ Ալեքբերովն ասել է, թե վիրավորվել է Ստեփանակերտում ականի պայթյունի հետևանքով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 3-ին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին շնորհավորական ուղերձում նշված է, որ Վաշինգտոնը ճանաչում է արհեստացին Ադրբեջանի աճող նշանակությունը որպես տրանսպորտային հանգույց եւ էներգիայի մատակարար։ Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետը Կոկորդ է պատռում, թե իբր իր երկիրը աշխարհակահաղական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն փաստացիորեն ճանաչում են բացառապես որպես մայրուղի եւ գազի ու բենզինի լցակայան։ Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ապրել այս տարածաշրջանում եւ կտրուկ վերջ դնել Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հարաճուն վտանգին, ապա պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որ այդ մայրուղին եւ լցակայանը, ինչպես նաեւ դրանցից օգտվողները հստակորեն գիտակցեն, որ մեզ սպառնացող գոյութենական վտանգի դեպքում մայրուղին եւ լցակայանն ուղակի հոդս կցնդեն հայկական հուշք ու հրթիռային հարվածներից։
Օկուպացված Արցախում անցկացվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ արդեն բանակցությունները նախքան այդ նրանք մասնակցել են Քաշաթաղում, Լաչինում կառուցված միջազգային օդանավականի բացմանը, ծանոթացել Քաշաթաղից Քարվաճար ճանապարհի կառուցման աշխատանքներին, այնուհետև Լաչինում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը։ Մեկ անգամ եւս երախտագիտությունս եմ հայտնում Անկարային եւ Իսլամաբադին 44-օրյա հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական ու բարոյական աջակցության համար։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը մեր գործընկերության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Համատեղ զորավարժությունները եւ ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող նախագծերն ամրապնդել են մեր բանակի ներուժը։ Երեք երկրների ռազմական համագործակցությունը ամրապնդում է խաղաղությունն ու կայունությունը շատ մեծ աշխարհագրական տարածքում։